Ժողովուրդ շատ հետաքրքիր բաղադրություն, որ բոլորին անհրաժեշտ է, բոլորին, բայց եթե օգտագործելուց ունենանք խնդիր ստամոքսի, ապա անպայման գաստրոենտերոլոգին, որպեսզի բուժումից հետո նոր շարունակենք։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք խնձորի պատրաստված քացախ։ Եթե ասում եմ խնձորի պատրաստված քացախ, մի անպայման գնացեք խանութներից առնեք, ոչ, սա ձեր պատրաստած խնձորի քացախն է, որի մեջ էսենցիան շարքույլ է։ Կարելի ասել, սկսում ենք մեկ թեյի գթալից, առաջի մի քանի օրը լցնում ենք գոլ ջրի մեջ 150-200 գրամ և խմում քնելուց 2 ժամ առաջ, որովհետև այն կարգավորում է ամբողջ ստամոքսաղիքային պատերի և նաև դրական և մեր համար օգտակար միկրոֆլորան ստամոքսում։ Բացի այդ, երբ ասում ենք, որ գիշերը քնում ենք, ամբողջ օրգան համակարգերը քնում են, ոչ, բայց մեր իմունային համակարգը աշխատում է։ Հենց իմունային համակարգի համար այս թուրմը խմելուց հետո քացախաջուրը կարգավորում ենք մեր ամբողջ օրգան համակարգերի վիճակը, խմում ենք մեկ բաժակ, ընդ որում սկսում ենք մեկ թեյի գթալից և շարունակում 3-4 օրից հետո մեկ ճաշի գթալ, մինչև հասցնում 2 ճաշի գթալի։ Մշտական խմելուց անգամ դուք խնդիր չունեք, բայց անպայման բերանի խոռոչը ողողել, որպեսզի ատամների կարիեսը չքայքայի և ուզում եմ նաև ասել։ Իսկ առավոտյան վեր ենք կենում, սոված վիճակով, խմում ենք կանեփի յուղ, նոր քամված, որ անպայման լինի մինչև 1-2 ամսվա քամված, խմում ենք մեկ թեյի գթալ և անպայման քամվում է ձեր աչքի առաջ նստվածքը, խառնում ենք և խմում նստվածքով մեկ թեյի գթալ, օմեգայի 3-6 քանակություն, որը և անոթների էլաստիկությունը, և սրտի աշխատանքը կարգավորում է, դիմադրողականությունը բարձրացնում է, վիտամին D-ի քանակություն, որը անպայման է յուրաքանչյուրիս համար։ Ասեմ ձեզ, այս երկուսը իրար հետ բաղադրությունը պահելով որոշ ժամանակ, մոտավորապես 1 ամիս օգտագործում ենք, 10 օր ընդհատում, նորից էլի օգտագործում, տեսնում եք, որ ձեր ընդհանուր վիճակը նույնիսկ անգամ քաշի պակասում է լինում, իհարկե պետք է դիետա և քայլ, և այս ամենը անպայման անելուց հետո կտեսնեք շաքարի տոկոսն է հիմնականում իջնում ձեր արյան մեջ։ Շաքարային դիաբետիկներին ես խորհուրդ եմ տալիս բաղադրությունը օգտագործելուց անպայման, եթե օգտագործում եք այնտեղ շաքարային դիաբետի դեղորայքը, ձեր բժշկի հետ կարգավորեք չափաբաժինը, որովհետև կարող է իջեցնի և հետո կանգնեք իջեցման առաջ ավելի մեծ խնդիրների առաջ։ Սիրելիներս, տարածեք այս նյութը և անպայման հիմնականում օգտագործեք 40 անց յուրաքանչյուրը, որպեսզի և ճնշում չունենա, և ամենակարևորը շաքարային դիաբետով չհիվանդանա։ Կհարցնեք, կանեփի յուղ 1 ամսվա որտեղից վերցնեմ, որպեսզի այն լինի անարատ և մաքուր և ձեր աչքի առջև քամված, ապա զանգահարեք Աննային 326 406 և օգտագործելուց ձեր ընդհանուր վիճակը ոչ միայն կլավանա, այլ շատ կլավանա և ամենակարևորը չեք ունենա շաքարային դիաբետ և ճնշում, իսկ ճնշումը ինքներդ գիտեք, հենց ուղիղ կապ ունի սրտի աշխատանքի հետ, ուրեմն օգտագործում ենք այս հրաշք բաղադրությունը և լինում ենք առողջ։